Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 17-ն է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված եթե ժամանակ մնա երկրորդ մասում կխոսենք, հիմա հիմնական խնդիրը կապված է Իրանի պատերազմի հետ, իհարկե չենք մոռանա նաև Ուկրաինան, որովհետև նոր աշխարհակարգը պայմանավորված է Ուկրաինայով, չնայած Թրամփը փորձեց խաղաքարտերը խառնել, Իրանն էլ դարձնի նոր աշխարհակարգի թեմա, բայց ոնց որ ծայրը չի երևում այդ պատերազմի, ձգձգվում է եւ ոչ իրանց սցենարով, իսկ դա մեզ համար լրացուցիչ խնդիր է։ Երեկ էլ ես դրան անդրադարձա, մարդիկ ասում են, դե տեսեք Հայաստանում պատերազմ չկա, այսինքն խաղաղություն է Հայաստանում։ Ես նորից հիշեցնեմ, խաղաղությունը պետք է լիներ խաչմերուկով, բոլոր սլակների ուղղությամբ, ռեգիոնալ քաղաքականության տրամաբանությունը նա էր, որ դրսի ուժերները չգան մեր տարածաշրջանում խառնեն իրար, արդյունքում մի օր հույս դնենք դրսի ուժերի վրա, հետո պարզվի, որ իրանք մի օր թողեցին գնացին եւ մենք մնացինք մեր հարևանների հետ դեմ հանդիման։ Իսկ դա Նիկոլ Փաշինյանի պարզաբանումն էր ռեգիոնալ քաղաքականության մասին, որի մասին խոսել ենք, որ դա անիրականանալի, անտրամաբանական բան է նոր ժամանակակից աշխարհում հնարավոր չի տենց բան, մանավանդ որ ռեգիոնի պետությունները հետ մենք ընդհանուր ճանապարհ չունենք, նպատակներ չունենք ընդհանուր։ Այսինքն այդ իսկ պատճառով խաղաղություն կարող է լինել միայն եթե մեր ռեգիոնում խաղաղություն է, որը մեզանից կախված չի, ինչպես տեսնում եք, աշխարհի հզոր պետություններ ներկայացված է ռեգիոնում։ Այսինքն սրա մասին է խոսքը, որ միայն Հայաստանում վերցրած եթե խաղաղությունով հարցը լուծվեր, ճանապարհները բացվեին, բեռները գային գնային, ասեինք հա, բայց այնպես չի, որ այս Նիկոլ Փաշինյանն չի ասել, որ դա պայմանավորված է խաղաղության խաչմերուկ բոլոր սլակի բոլոր ուղղություններով մի բան, որ այսօր տեղի չի ունենում։ Իսկ հիմա նայենք, երբ որ խոսք էր գնում, որ դե այդ պատերազմը որքանով է մեր վրա ազդում, նույնիսկ զուսպ մասնագիտական գնահատական, որը տալիս է կենտրոնական բանկը, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի կենտրոնական բանկի նախագահը չէր կարող շատ տենց կտրուկ գնահատականներ տար, որը հակասեր կառավարության տեսակետներին, բայց չէր կարող սենց երջանկացած լղոզել, որովհետև ի վերջո մասնագետ է, նա պետք է պատասխան տա իր ասացի համար, դրանք կոնկրետ թվեր ու փաստեր են։ Հիմա կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել է. Եթե Իրանում հակամարտությունը շարունակվի, Հայաստանում գնաճը 1.2-ից 1.7%-ով կաճի։ Պատճառը նաև նավթի գինն է։ Մեր գնահատականներով դա նավթի գնի ավելացումներն են, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը եւ Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխառումը։ Սա ռիսկերի տիրույթում է, Մենք չենք ասում, որ սա տեղի ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում 1.2-ից 1.7%-ով գնաճը կաճի։ Հիմա շարունակությունը տնտեսության վրա ազդեցության մասով մի քանի ուղի կա։ Ուղիներից առաջինը դա կոնֆլիկտի ազդեցությունն է համաշխարհային տնտեսության եւ ընդհանուր տնտեսական զարգացումների վրա։ Հակամարտությունը ավելացնում է գնաճի ավելացման տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար։ Ուստի մեր քննարկումների ընթացքում այդ կոմպոնենտին մեծ կշիռ ենք տվել։ Երկրորդը, եթե արտաքին պահանջարկը նվազեց, նշանակում է դա ազդելու է մեր տնտեսության արդյունքների վրա, նշել է Գալստյանը։ Այսինքն եթե արտաքին պահանջը նվազեց, բնական է չես կարողանալու ապրանք արտահանես։ Իսկ դա քեզ համար լուրջ խնդիր է, ապրանք ես անում, վալյուտա ես բերում։ Պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից Մարտին Գալստյանը հավելել է, որ խնդիրներից է միջին արևելքի շուկաներում հայկական ընկերությունների կողմից ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումները։ Տեսակ ինչքան զուսպ ձևով ներկայացված է, բայց ինչքան վտանգավոր բաներ նշած, ինչ կարող է լինել, գնաճ կարող է լինել դրսում պակասի գնողունակ պահանջարկը, որի հետ կապված արտահանման խնդիրներ ունենք, այն ռեգիոններում, որտեղ գնողունակ պահանջարկը պակաս չի արաբական երկրներում, բայց վտանգ կա, որ մենք այնտեղ ապրանք արտահանենք։ Այսինքն Իրանից եկողի հետ խնդիր ունենք, Հայաստանից դուրս բերելու խնդիր ունենք, իրացման խնդիր ունենք։
Սա է գնահատականը կենտրոնական բանկի։ Բա սա ընդհանրապես տնտեսական գնահատականը, բա մենք էլ քաղաքական գնահատականն ենք ասում, որ ինչի վրա եք ուրախացել, որ պատրոնը չի ընկնում Հայաստան, իսկ եթե ընկներ ինչ էինք անել, ում էինք մեղադրելու։ Իսկ եթե Թուրքիան ու Ադրբեջանը չկարողացան հաստատեն ու մեղադրեն, մենք ինչ էինք մեղադրու կամ ում էինք մեղադրելու։ Կամ այն անվտանգությունը, որը ակնկալում էինք Ամերիկայից, հիմա արաբական երկրները ունեն, արաբական երկրները Դոնալդ Թրամփի ավելի սերտ դաշնակից են, քան անգամ Իսրայելը։ Այդ ուղղակի Իսրայելը գիտենք, թե ինչ կապով են կապված, այդ հասկանալի է։ Արաբական երկրներում ամերիկյան բազաներ են, արաբական երկրների նավթի վերահսկողության հետ կապված լուրջ ծրագրեր ունի Դոնալդ Թրամփը։ Առաջին իր պաշտոնավարման ընթացքում գնաց այդ երկրների հետ հանդիպեց, բաներ պայմանավորվեց, որ Ամերիկայում ներդրումներ անեն։ Դրանով էր ուզում կոմպենսացնի իր երկրում տնտեսության խնդիրներն ու արտաքին պարտքը, կարողանար դրանով կարգավորել։ Բա հիմա ինչ կատարվեց։ Մեզ դա չպետք է հետաքրքրի։ Հույսներս ինչի վրա էր կամ ու վրա էր։ Հիմա նայենք ինչա կատարվում, որ այսինքն այս պարագայում հասկանանք, այսինքն դուք լսեցիք կենտրոնական բանկի նախագահի գնահատականները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Իրանի դեմ ռազմական գործողությունը կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը։ Եթե մենք դա չանեինք, կսկսվեր միջուկային պատերազմ, որը կվերածվեր երրորդ համաշխարհայինի։ Եվ որ ավելի կարևոր է, դա կլիներ մի պատերազմ, որից հետո պարզապես ոչինչ չէր մնա։ Այգե սա առաջի դեպքը չի, որ Դոնալդ Թրամփն ասում է, որ ինքը կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը։ Ես չնայած կարծում եմ, որ ինքը երևի առաջինն ու երկրորդն էլ է կանխել, ուղղակի համեստություն անում, չի ասում։ Բայց ինչն է հարցը, դա Ռուսաստանի հետ կապված էր ասում, կանխեցի երրորդ համաշխարհային պատերազմը։ Ինչ եղավ, որ կանխեցիր, ինչ արեցիր, որ կանխվեց։ Ինչ ա փոխվել, պատերազմը չի շարունակում, համաձայնության են եկել, ինչ ա տեղի ունեցել, որ երրորդ համաշխարհային, ուղղակի երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ գոյություն չուներ, դա հորինվածք է։ Հիմա Դոնալդ Թրամփն տանջվում է, տենչում է, որ երրորդ համաշխարհային պատերազմի մակարդակի կոնֆլիկտը հասցնի, որ հետո ասի հերոսաբար կանխեցի, բայց որ հասցրել չի կարող կանխի։ Ով էր միջուկային պատերազմ սկսում, հմիել Իրանը։ Իրանը արդեն հրթիռներն ուներ ու պատրաստ էր հարված էր։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ ԱՄՆ նախագահը պնդում է, որ եթե ԱՄՆ չհարձակվեր Իրանի վրա, ապա Թեհրանը կունենար միջուկային զենք, որով կհարվածեր Իսրայելին եւ ողջ Մերձավոր Արևելքին։ Մերձավոր Արևելքին հարվածելու որևէ նպատակ չէր ունենա, Իսրայելին հարվածելը կարող է լինել միայն մի դեպքում, եթե ինքը հարված ստանար Իսրայելից։ Որտեւ ինքը լավ հասկանում էր, որ Իսրայելի վրա միջուկային ռումբ հարվածեցիր, պատասխանը ստանալու ես Ամերիկայից եւ ստանալու ես կործանարար հարված, իր ինչին էր պետք դա։ Դա ընդհանրապես կանխարգելիչ քայլ էր, որ Իսրայելը վրան չհարցակվի, ում չի պարզ։ Ինչքան էլ մենք չընդունենք կրոնապետությունը, ինչքան էլ մենք չընդունենք այդ երկրի վիճակը, ինչքան էլ մենք դժգոհ ենք, որ տոտալիտար պետություն է, բայց մենք փաստերի հետ պետք է հաշվի նստենք։ Այդ պատերազմը, որը որ բացատրվում էր, ինչի համար է արվում, նպատակներին հասակ, չհասակ։ Ավելի վատ վիճակ վերեցիք աշխարհի համար էլ, տարածաշրջանի համար էլ, Հայաստանի համար էլ։ Ենթադրենք Հայաստանը ընտրություններով գլուխները խառնա, չեն էլ ուզում նկատեն, թե դուսը ինչա կատարվում։ Ոնց որ որևէ մեկին չհետաքրքրի, թե աշխարհում ինչա կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան Իրանի պատերազմի պատճառով։ Մենք խնդրել ենք հետաձգել այն մոտ 1 ամսով, ասել է Թրամփը, հավելելով, որ կարևոր է իր ներկայությունը պատերազմը վերահսկելու համար։ Թրամփն ասել է, որ հետաձգում առաջարկել է բացառապես այն պատճառով, որպեսզի համոզված լինի, որ ինքը տեղում է պատերազմը կառավարելու համար։ Սրա տակ ոչ մի հնար չկա, ամեն ինչ շատ պարզ է, մեզ մոտ պատերազմ է ընթանում։ Կարծում եմ կարևոր է, որ ես այստեղ լինեմ։ Ես անհամբեր սպասում եմ նրա հետ լինելուն, մենք շատ լավ հարաբերություններ ունենք, ասել է Թրամփը նկատի ունենալով Չինաստանի նախագահին։ Ինչքան ես հիշում եմ, Դոնալդ Թրամփը առաջի օրը, առաջի ժամերում այլևս տապալել էր Իրանին եւ պատերազմը ավարտվել էր։ Դե լավ, մեզ մեծահոգաբար ասեց մի 4 շաբաթից կվերջացնենք։ Ամսի 28-ին սկսվածը արդեն 2 շաբաթից էլ ավել անցել է։ Ինքը գնալու էր մարտի վերջին։
31-ին։ Մինչև ամսի 2-ը։ Բա ինչ է, այդ ընթացքում դեռ պատերազմը շարունակվելու է, բայց չէր վերջանալու։ Բա ավարտված պատերազմի ինչին ես ուզում հետևես։ Թե պարզապես Սի Ցզինպինի հետ հանդիպելու հետ խնդիր կա, կիսաթիմա հանդիպելը չես հասկանում, ինչ ես ասելու, ինչ ես բանակցելու, ուզում ես պատերազմը գոնե մի կողմ կտրի, որ գնաս նրա հետ նստես, արդեն փաստով ասես, տես, ես հաղթեցի Իրանին, այ հիմա այս լծակներն իմ ձեռքում է, դե արի նստենք իրար հետ խոսանք, որովհետև առանց Չինաստանի հետ պայմանավորվելու իսկապես լուրջ խնդիր է, մանավանդ որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, մանավանդ որ Եվրամիության անդամ պետությունները չեն պատրաստվում Դոնալդ Թրամփին աջակցել։ Իսկ Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է։ Իրանը BRICS-ի անդամ է։ Այսինքն Չինաստանը ուզի թե չուզի, բացի իր շահերը անձնական, նաև նույն կազմակերպության անդամներ լինելու պարագայում բնական է ինքը պետք է պաշտպանի Իրանին, դա ինչ մի զարմանալու բան է, որ ինքը պաշտպանում է, Ռուսաստանը պաշտպանում է։ Երկուսն է BRICS-ի անդամ են, ՇՕՍ-ի անդամ է Շանհայի համագործակցության կազմակերպություն։ Բայց այդ դեպքում ինչ ստացվեց։ Եվրոպան էլ չի աջակցում Թրամփին, որովհետև ասում է դու սկսել ես, դու էլ տակից դուրս արի։ Սա է հետևանքները, որ մտածում ենք, իսկ դրանից հետո, եթե որևէ ձևով պայմանավորվեց Իրանի հետ ու հետ քաշվեց, Իրանը թողելու է Հայաստանով թրիփ անցնի, բայց ինչ 99 տարուց էինք խոսում։ Եթե Ամերիկան, որ այսօր կանգնում է իր եվրոպական երկրներից նեղանում է, թե ինչի չեք սատարում, ամեն օր նայի, որ Հայաստանը Իրանի իշխանությունների հետ իշխաղեր է տալի, հետո որ այդ ավարտեց, քթից չի հանելու, բայց դա է, որ մեզ լուծումը պետք է ձեռք տա, որտեղ մենք այդ լուծումից գլուխ չհանելով, բոլորին հասելով խնդիր ենք առաջացնում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է Միացյալ Նահանգներից, բայց ոչ Եվրոպայից։ Պուտինը մտահոգված է իմ առաջին ժամկետի ընթացքում կառուցած բանակով, այլ ոչ թե ՆԱՏՕ-ով ընդհանուր առմամբ։ Մենք տարիներ շարունակ պաշտպանել ենք այդ երկրները ՆԱՏՕ-ի միջոցով, քանի որ ՆԱՏՕ-ն մենք ենք։ Կարող եք հարցնել Պուտինին, ասել է Թրամփը։ Դե որ Պուտինին հարցնենք, պարզ է, պետք է քեզ գովի ու ամեն ինչ լավ է։ Բայց հարցը ինչն է, որ Ռուսաստանը վախենում է Ամերիկայից, բայց Ռուսաստանը չի վախենում Թրամփից։ Ռուսաստանը լավ էլ գիտի, որ Թրամփին ոնց ուզենա մատների ծերուրակ խաղացնի։ Բայց բա Ամերիկայից պետք է վախենա, բա ինչ պետք է անի։ Շան նման պետք է վախենա Պուտինը Ամերիկայից, բայց այդ է սանը որ անի։ Ենթադրենք ՆԱՏՕ-ից էլ նեղացար։ Առիթն օգտագործեցիր մի կողմ քաշվեց, որ Ռուսաստանը ինչ որ հարցերում առաջ տեղաշարժ ունի դեպի առաջ գնա։ Ինչ է փոխելու դա։ Ի վերջո մենք ինչ աշխարհ ենք ուզում։ Ագրեսոր օկուպանտ է աշխարհ ենք ուզում, բայց այդ դեպքում Հայաստանի տեղը ո՞րն է։ Մենք օկուպանտ ագրեսոր ենք։ Ումից ենք ակնկալելու խաղաղությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է. Թրամփը ըստ էության ասում է, որ Ուկրաինան ռազմավարական արժեք չունի Միացյալ Նահանգների համար։ Միացյալ Նահանգների համար ունի, Թրամփի համար չունի, Թրամփի համար բանակցային թեմա է, բազարի առարկա է դարձել, բայց չի էլ կարողանում դա անի։ Իրան չի հաջողվում կոտրել Ուկրաինային եւ չի կարողանում կոտրել Եվրոպային։ Իսկ այս կարծիք հայտնում է նրանից, որ Դոնալդ Թրամփն ասում է, օվկիանոսից են կողմ Ուկրաինան իմ ինչին էր պետք։ Եթե օվկիանոսից են կողմ Ուկրաինան քեզ պետք չի, ասում ես Եվրոպայի խաթեր եմ կռվել։ Մարդիկ էլ պարզ հարցնում են, բա Իրանը արդեն Ամերիկայի հետ հարևան է։ Մոտեցել է արդեն օվկիանոսից այս կողմ չի։ Բայց այդ օվկիանոսից այս կողմ ինչ գործ ունես Իրանում, եթե գտնում ես Ուկրաինայում գործ չունես։ Եվ որի պարագայում Եվրոպային ասում ես ձեր խաթեր եմ Ուկրաինա մտել, ասում ես իմ խաթեր էլ դուք մտեք Իրան։ Բայց ՆԱՏՕ-ի 5-րդ կետը չի վերաբերվում, երբ որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը հարձակողական գործողություն է անում։
ՆԱՏՕ-ի 5-րդ կետը վերաբերում է, եթե ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա հարձակվես, նշանակում է հարձակվել ես ամբողջ դաշինքի վրա, այդտեղ ինքն եղանալու ոչինչ չունի, առավելևս նրանց հետ չի համաձայնեցրել իր քայլերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շուտով կներկայացնի այն երկրների անունները, որոնք կմասնակցեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը։ Այդտեղ էլ հարց առաջանում, ոնց որ դե լրիվ ավերված էր, նավեր, ամեն ինչ, ականակիրներ, հրթիռներ, բոլորը վերացած էր։ Հիմա հարց, Հորմուզի նեղուցով անցնելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարողանում պայքարի գոյություն չունեցող դրոնների դեմ, ինչ-որ բարեկամ պետություններ են պետք, բավուր է քո համակարգը հակաօդային պաշտպանության, բայց արաբական երկրներին տենց խոստացել է իր պաշտպանես, բա մենք էլ ենք չի անհանգիստ ենք, որովհետև գերագնահատել ենք այդ հնարավորությունը, ասել ենք դու Ուկրաինային օգնի, այդ մարդիկ մարտի դաշտում կուզենքն են փորձարկում, այդ մարդիկ մարտի դաշտում ձեր ճակատն են պարզանում, որ տեսեք ինչ ենք անում, այդ զենքերը փորձարկում են։ Այսօր Ուկրաինան դիմում են արաբական երկրներն ասում են օգնի, Դոնալդ Թրամփն ասում է իր օգնությունը ինձ պետք չի։ Քեզ պետք չի, նրանց է պետք։ Ուզում ես նրան պարտություն պարտադրել ինչի համար, որովհետև բան չի ես դու կարողանում պայքարես։ Բայց ամեն ինչը մեզ չի վերաբերվում, մենք այս մոլորակից չենք։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, Լեհաստանը զորք չի ուղարկի Իրան, քանի որ հակամարտությունն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում իր անվտանգության համար։ Լեհաստանի կառավարությունը Իրանում որևէ առաքելություն չի պլանավորում եւ դա կասկածներ չի հարուցում մեր դաշնակիցների մոտ։ Իսկ սա իդեպ Լեհաստանը բավական սերտ դաշնակից պետությունն է Միացյալ Նահանգների համար, ու դա հիմա չի, որ այդպես է։ Ամենատուժած երկրներից մեկն է, եթե չասենք ամենատուժածը Լեհաստանը, նաև խորհրդային միության պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոտատակ տվեցին այդ պետությունը։ Եվ նրա առաջի դուրս գալը խորհրդային միության ճիրաններից նա համարում էր, որ պարտական է Միացյալ Նահանգներին, որտեղ Միացյալ Նահանգները մենակ կարող էր աջակցել այդ հարցում պրծնել ի վերջո խորհրդային միությունից, որովհետև Եվրամիությունը ավելի փափուկ կառույց էր այն ժամանակ, որ կարողանար ագրեսիվ ձևով միացնել իրան, չգիտես ինչ աներ։ Անվտանգային խնդիրները Միացյալ Նահանգներն էր ապահովում։ Բայց այսօր անգամ Լեհաստանը չի ցանկանում Ռուսաստանի հետ սահմանակից լինելով չի ցանկանում Տրամփի ցանկությունը կատարի։ Մի շարք երկրներ մերժեցին, հիմա էլ Լեհաստանը պաշտոնապես հայտարարեց։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը գրել է. Էմանուել Մակրոնի հետ զրույցում ընդգծեցի, որ Իրանը չի սկսել այս դաժան պատերազմը։ Մենք չենք զիջելու։ Ամերիկյան բազաների օգտագործումն Իրանի դեմ հարևանների հետ հարաբերությունները խաթարելու նպատակով պետք է դադարեցվի։ Իրանի իրավունքն է պաշտպանվել ցանկացած արտաքին հարձակումից։ Այդ իրավունքը բնական է եւ Իրանը գործում է ըստ միջազգային նորմերի։ Հիմա ինչպես տեսնում եք, չեն կոտրվում, հերթական ինչ-որ պաշտոնյայի կարող է սպանեն, բայց էլի չեն կոտրվում, այսինքն նրանք չեն տիրապետում, թե այդ երկիրը ոնց կարողացավ պահի իրան, ոնց կարողացավ այդքան մարդիկ փողոց էին լսել, այդ շոկային հարվածից հետո կարողացավ պահի, մի հատ էլ ինչպես տեսնում եք, լրացրեցին այդ շարժումը, շատերն էլ այլևս ռիսկել չեն անում փողոց դուրս գան, որովհետև մտածում են դա դիտարկվելու որպես դավաճանություն, դրսից շատ ծանր հարվածներ են հասցնում իրանց պետությանը, անգամ ասում են սահմանները կարող է փոխվի, դե դրանից հետո ոնց ես ասելու ամերիկան ժողովրդավարություն ա բերում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, սա շատ բարձր մակարդակի շախմատային խաղ է։ Հավանականությունը շատ բարձր է, առավելագույն է եւ ես գործ ունեմ շատ խելացի խաղացողների հետ։ Նրանք խելացի մարդիկ են, հակառակ դեպքում չէին հասնի այս արդյունքին։ Երբ գործ ունես նման մարդկանցից մի քանիսի հետ, հասկանում ես, թե ում հետ գործ ունես։ Երբ հարցրել են, արդյոք կարող է այս շաբաթ ավարտվել պատերազմը, Թրամփը պատասխանել է. այո, իհարկե, ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, բայց դա շուտով տեղի կունենա։ Եվ երբ դա ավարտվի, աշխարհը շատ ավելի անվտանգ կլինի, դա շուտով տեղի կունենա։ Մի հատ սկզբանե գտնում է, որ դեռ չգիտի երբ է ավարտվում, հիմա ասում է դեռ անորոշ է, հետո ասում է հնարավոր է շատ արագ,
մի օրվա մեջ անգամ 3 տարբեր կարծիք հայտնում, էլ չեմ ասում, որ ամեն օր կարծիքը փոխվում է։ Այս որ շախմատներ ժողովուրդ ջան, որ անգամ միակ քայլը, որ պետք է անես, այդ մի քայլ չի։ Միակ քայլը մի քանի քայլ է։ Որ չգիտես դա ես անելու, նա թե չէ։ Մի քայլի համար 3 տարբերակ ես առաջարկում։ Բա գոնե շախմատիստը մի 20 քայլ առաջ գոնե պետք է իմանար։ Այս որ շախմատն ասում, կարող է ես քչից շատից շախմատ գիտեմ, ես այն շախմատ չգիտեմ, ժողովուրդ ջան։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. մենք պատրաստվել ենք երկարատև պատերազմի, քանի որ գիտեինք, որ մեզ վրա հարձակում կգործեն, եւ նախորդ պատերազմի մեր փորձի հիման վրա գիտեինք, թե ինչպես են նրանք ծրագրում խափանել մեր մարտական կարողությունները, ուստի ամեն ինչ կանխատեսել ենք։ Ըստ իս, որևէ մեկը չի հավատում ամերիկացիների պնդումներին, ըստ որի նրանք կոչնչացնեն Իրանի հարձակողական ներուժը։ Մենք բավարար քանակությամբ հրթիռներ եւ անօթաչու թռչող սարքեր ունենք, եւ քանի որ այս տեխնոլոգիան տեղական է, կարող ենք դրանք արտադրել շատ ավելի արագ եւ շատ ավելի էժան, քան թշնամու հակահրթիռային համակարգերը, նշել է քաղաքական գործիչը։ Իհարկե, խնդիրը նաեւ ինչն էր, որ Ադրբեջանն էր փորձեց հոխորտա Թրամփի հույսով, նույնն էլ Թուրքիան, հետո հասկացան սսկվեցին։ Հասկացան, որ այս այդ պահը չի։ Արաբական երկրները մի մոմենտ ասին, եթե պետք է պատասխան հարված կտանք, բայց հետո ինչպես տեսակ դա այդպես չի։ Իրանք ի վիճակի են ցամաքային գործողություններ իրականացնել Իրանի նկատմամբ, Ժորժ ջան, դες բան չի կարող լինի։ Ուղղակի չի կարող, որտեվ այդ բոլորը իրար հետ միասին Իրանի զորքի կեսը չունեն, զորքի թվականակի։ Իսկ մոբ ռեսուրսը մոբիլիզացիոն տասնյակ միլիոններ է Իրանինը։ Իրանք դրանով չեն հաղթի։ Իսկ Իրանի ունեցած հրթիռներից իրանք տհաճ ձևով զարմացած են, որ Իրանը դա ունի։ Բայց այդ դեպքում ո՞նց եք հարցը լուծելու։ Իսկ ինչքան է ձգձգվեց, ելի հիշեցնենք կենտրոնական բանկի նախագահի խոսքը, դա կարող է լուրջ ազդեցություն Հայաստանի վրա։ Այն էլ մենակ այդ չէ, լա դեռ հիմա մենք խելոք ասում ենք, լավ, սուս մնանք, չբզբզենք, այս մեր կռիվը չի։ Բայց մենք չգիտենք ինչը դուր չի գա Իրանին։ Ոնց որ կանգնեց արաբական երկրներին հարված հասցրեց, որ Ամերիկային դաս տա։ Մենք ինչ գիտենք, ինչ պետք է ասի, որ ենթադրենք մի բանը դուրը չեկավ։ Վախիցկի ձենել չեն անում, հանկարծ չջղայնացնեն։ Բայց դա մեր ինչին էր պետք, երջանկացած մի հատ պաշտպանել հիմա սսկվելը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շավիգուն հայտարարել է. ուկրաինական անօթաչու թռչող սարքերի զարգացման դինամիկան եւ դրանց օգտագործման մեթոդներն այնպիսին են, որ Ռուսաստանի ոչ մի շրջան չի կարող իրեն անվտանգ զգալ։ Հիմա սա Ուկրաինայի հետ կապված ինչի եմ ասում, պատերազմը սկսել է Ռուսաստանը, լավ նախապատրաստվել է Ռուսաստանը, մի քանի տեղից մտավ Ուկրաինայի տարածք, Ուկրաինային հանկարծակի բերեց։ Այդ ընթացքում հիմա 4 տարին արդեն անցել է, 5-րդ տարին մտե պատերազմը եւ հիմա Ռուսաստանի նախկին նախարարը պաշտպանության անվտանգության խորհրդի քարտուղարը կանգնում է այսօր ասում է, որ Ուկրաինան որտեղ ուզի կխփի։ Բա դուք ինչ էիք անում։ Ուկրաինան հասավ նրան, որ ստեղծեց դրոններ, որը մեծ հեռահարության հարվածում է։ Բա դուք ինչով էիք զբաղված։ Բա ձեր հակաօդային պաշտպանության համակարգը ուր էր, որ պետք է ստեղծեիք, որ հնարավորություն չտայիք, որ Ուկրաինան այդ հարցերը անի։ Լա հիմա լացոկոցը լսեք, ես սա մասնագետ եմ խոսում, նախկին նախարարն է խոսում։ Բա դուք չկերաք Պուտինի խելքը, որ մտավ։ 3 օրում պետք է գրավեր։ Հիմա տեսեք, մինչև վերջերս Ուրալն Ուկրաինայի տարածքից օդային հարվածների հասանելիությունից դուրս էր, բայց այսօր դրանք արդեն գտնվում են անմիջական սպառնալիքի գոտում, ասել է Շոյգուն։ Ուրալը նոյեմբերի 27-ին Եկատերինբուրգում եւ Սվերդլովսկի մարզում առաջին անգամ հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ։ Այստեղ կենտրոնացված են ռազմավարական, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները, էներգետիկ եւ քիմիական արդյունաբերության օբյեկտները, ինչպես նաեւ մշակվող խոշոր նավթագազային հանքավայրերը, ասել է Շայգուն։ Այսինքն, նոյեմբերի 27-ին առաջի անգամ տագնապը հնչեցրել են դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ։ Բա 4 ամիս ինչ էիք անում։ Լամիչև չէի կարել 4 տարի հասկացանք, բայց 4 ամիսն ինչ էիք անում։ Չգիտեիք, որ արդեն Ուկրաինան խփելու է։ Հիմա որ դա պատմում ես, թե դուք ինչ ունեք Ուրալում։ Մենք լսեցինք, ինչ հասկացանք, որ այս ուղեղով ուզում են Հայաստան կառավարեն։
Այս խելքով, այս մարդիկ, որ չեն կարողանում իրանց ուռալը պահեն, որ համարել են, որ հավանական ամենաանվտանգ վայրն է, շատ լավ տանենք, տեղավորենք այնտեղ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իհարկե շատ բան տեղափոխեցին, չէ, արևմտյան մասից դեպի այն կողմ։ Բայց այն ժամանակ ուրիշ ժամանակներ էր, ուրիշ տեխնիկա էր, բայց հիմա կոնկրետ։ Այսքանը թվարկում ես, որ կուտակված է ուռալում եւ ասում ես չենք կարողանում պահենք, խփում է Ուկրաինան։ Հա որ լսեցինք ինչ մենք հասկացանք, բայց ինչ որ ամեն անգամ բացատրում ենք մեր հայրենակիցներին, որ ինչի չենք ուզում մեր ապագան կապենք Ռուսաստանի հետ։ Բարդ է այդքան հասկանալ։ Լավ, ինչ չեք լսում, Շոյգուին էլ չեք լսում։ Մարդը դες պարզ պատմում է, թե ինչ խայտարակ վիճակում են հայտնվել։ Ուկրաինան, որը հարվածի տակ է, Ուկրաինան հարվածների տակ, որ գործնականում մի անվտանգ կետ չկա Ուկրաինայում, կարողանում է ինքը դրոն արտադրել, տեղական սեփական արտադրության, լամիհատել համատեղով էլ իրան օգնում է, նրանց էլ մատակարարում, եւ դրանով կարողանում է հարվածի Ռուսաստանին, հարվածի Ուռալին։ Ուռալը նաև ունի լայնածավալ տրանսպորտային ենթակառուցվածքներ, այդ թվում խոշոր երկաթուղային գծեր եւ դաշնային նշանակության մայրուղիներ։ Դրանց շարքից դուրս գալը կարող է ոչ միայն զգալի տնտեսական վնաս հասցնել, այլև անկայունացնել խոշոր ագլոմերացիաների գործունեությունը եւ խաթարել մատակարարման շղթաները, այդ թվում նրանք, որոնք հատուկ ռազմական գործողության աջակցելու համար կարևորագույն նշանակություն ունեն, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարը։ Ես որ Ռուսաստանի խայտառակ վիճակը ներկայացնում եմ, Ժորժիա, ես sense հիմնավորված չեմ ներկայացնի, թե ինչ ներկայացնում է Շոյգուն, թե ինչ խայտառակ վիճակում է Ռուսաստանի տնտեսությունը, իր անվտանգային համակարգը։ Ժորժիան առաջիկայում մեզ առաջարկում են ընտրել Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցություն, որ ես ինչ ճղում եմ, ում համար եմ ճղում։ Էլի մի անգամ եւս բացատրեմ, որ ասում եմ Եվրամիություն, որի մենք այսօր առաջի քայլը անենք, գոնե մեր տնտեսական քայլը սկսենք, անվտանգային քայլերը լուծենք։ Մինչև մենք Եվրամիության անդամ դառնանք, ինչքան էլ որոշեմ լավ պահպանված լինել, ես դա չեմ տեսնելու, ես դա ձեզ համար եմ ասում։ Ես այն սերունդից չեմ, որ դա տեսնեմ։ 20 տարի ավել դրա մասին խոսել եմ, հույս ունեմ, որ գոնե կիմանամ, որ գոնե մի քայլ արեցինք, խիղճս հանգիստ իմանամ, որ դրանից հետո կապրեք նորմալ անվտանգային համակարգում։ Ում համար եք մի կտոր լափի համար գնում Ռուսաստան ընտրում, ժողովուրդ։ Թքած ունեք ձեր երեխաների ապագայի վրա։ Լավ ինչ չեք լսում, ինձ լսելով Շայգուին լսեք։ Ավելի պարզը ինչ բացատրի Ռուսաստանի վիճ։ Այս Ռուսաստանը պետք է ձեր անվտանգությունը ապահովի, ժողովուրդ։ Մեկը էլ իր անվտանգությունը ապահովի։ Իրանի զինված ուժերի մամուլի խոսնակ Սարդար Չեկարչին հայտարարել է. աշխարհն ականատես է լինում, թե ինչպես է Իրանը ավերիչ հարվածներ հասցնում Ամերիկային եւ Իսրայելին։ Մենք զգուշացնում ենք, որ եթե հանցավոր Ամերիկան հարձակվի եւ ոտնձգություն կատարի Խարկ կղզու վրա, դրա օբյեկտների եւ նավթային տերմինալի վրա, մենք մոխրակույտի կվերածենք ագրեսոր երկրի բոլոր նավթագազային օբյեկտները, նշել է Չեկարչին։ Հիմա տեսեք ինչն է հարցը։ Մի անգամ անդրադառնում, չնայած այդ մասին խոսել ենք։ Այս կղզուն խփեց, դրանով այս նավթային տերմինալը մոտ 90% ապահովում է արտահանումը Իրանի։ Խփեցիր։ Չնայած հիշեցրեցի, որ Իրան-Իրաքյան պատերազմում շատ ծանր հարված են հասցրել այդ տերմինալին, բայց արդյունքում նենց չեղավ, որ Իրաքը լուրջ հաջողությունների հասավ այդ հարվածի արդյունքում։ Պատասխան հարվածն էլ ինքը ստացավ։ Հիմա հարվածեցիր։ Իրանի կարողությունները շարքից հանեցիր։ Իրանն էլ ունեցած իր հրթիռներով հստակ խփում է արաբական երկրների համապատասխան նավթային տերմինալներին, նավթավերամշակման գործարաններին։ Ու խփում է, չի ենթադրում, չի ահաբեկում, խփում է։ Ինչ ալնելու, արդյունքում ինչ ալնելու։ Դոնալդ Տրամպը իր կարողություններով ծածկելու է աշխարհը։ Ու այդ երկրներին էլ պետք է ասի լավ է, դες օգտագործեցի, հիմա էլ մի կողմ նետեցի, ինքը կարա դրա տակից դուրս գա։ Կամ ի վիճակի է Ամերիկան այսօր ցամաքային գործողություն սկսի։
Իսկ այդ պատասխան հարվածների պարագայում բա նրանք քանի տոկոս են արտադրում, չգիտեք։ Բայց այդ ո՞նց եք դրա տակից դուրս գալու։ Հա, երջանկացած ասում եմ մեր նավթի գները բարձրացել է, այդո։ Դե մի քիչ էժան որլի վնասով կլինի թերթակարային նավթը, հիմա համարի որ հա լավ է, սարսը կլուծես։ Ինչքան ժամանակ կլուծես, ինչ ծավալի կլուծես։ Այսօր ինչպես տեսնում ես, աշխարհը դեմ է դուրս գալի Տրամպի ծրագրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. մենք մեր նավթի 1%-ից էլ պակասն ենք ստանում նեղուցից, որոշ երկրներ շատ ավելին են ստանում, Ճապոնիան ստանում է 95%-ը, Չինաստանը 90%-ը, իսկ Հարավային Կորեան 35%-ը։ Մենք ուզում ենք, որ նրանք գան եւ օգնեն մեզ նեղուցի հարցում։ Ինչին օգնեն, եթե ավերել ես, բան չես թողել այնտեղ։ Ով գա օգնի։ Դու սկսես գան օգնել, չեն գալիս այդ մարդիկ։ Իսկ եթե դու հարցը չես լուծում, իմանան որպես գործընկեր ինչ քաղաքականություն իրականացնեն։ Դոնալդ Թրամփը արդեն արդյոք ռազմական գործողությունները կարող են ավարտվել այս շաբաթ, նախագահը սկզբում պատասխանել է այո անշուշտ, իսկ մի քանի րոպե անց պարզաբանել, որ չի սպասում անհապաղ ավարտի։ Ես այդպես չեմ կարծում, բայց դա շուտով կլինի, երկար չի տևի։ Մենք շատ լավ անվտանգ աշխարհ կունենանք, երբ այն ավարտվի, այն շուտով կավարտվի։ Ինչպես տեսնում եք, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ պատերազմում ռազմական աջակցության պահանջները։ Մի շարք առաջի դեմքերի մակարդակով են մերժել եվրոպական երկրներ, ինչ է Դոնալդ Թրամփը ակնկալում է Հորմուզի նեղուցում գտնվող մի քանի եվրոպական ֆրեգատներից, որոնք ԱՄՆ հզոր նավատորմը չի կարող միայնակ կառավարել, սա այն հարցն է, որը ես ինձ տալիս եմ։ Գերմանիայի կողմից ռազմական մասնակցություն չի լինի, բայց Բեռլինը պատրաստ է աջակցել դիվանագիտական ջանքերին Հորմուզի նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար, ասել է Պիստորիուսը։ Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք սկսել այն, մենք ցանկանում ենք դիվանագիտական լուծումներ եւ արագ ավարտ, բայց տարածաշրջանն ավելի շատ ռազմանավեր ուղարկելը հավանաբար չի նպաստի դրան։ Թրամփի նախազգուշացման մասին հարցին, որ ՆԱՏՕ-ն կբախվի շատ վատ ապագայի եթե անդամները չօգնեն Վաշինգտոնին, Պիստորիուսը պատասխանել է, որ չի կանխատեսում, թե ՆԱՏՕ-ն կփլուզվի այդ տարաձայնությունների պատճառով։ Հիմա միատողակի ընտրությունների հետ կապված մի բան ասեմ, նորից էլի եթե ժամանակ կմնա, սրան բոլորին կանրադառնամ։ Հիմա տեսեք, պարբերաբար ինձ ուղարկում են նյութեր հատկապես դրսում մեր հայրենակիցների, որոնք հրապարակային գործիչներ են, վերլուծաբաններ են, փորձագետներ են, քաղաքագետներ են, տարբեր կարծիք են հայտնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված, նաև նշում են, որ, այսինքն ասում են, լա տեսեք ինչ են ասում, նաև նշում են, որ Հայաստանում որևէ արժանի թեկնածու չկա, որևէ մեկին չեն տեսնում, եւ ստացվում է ինչ, եթե ոչ մի արժանի թեկնածու չես տեսնում, այսինքն անթակույց գտնում ես, որ Նիկոլ Փաշինյանը, որը իշխանությունը վերցրել է, եթե արժանի մարդ չկա, նշանակում է Նիկոլ Փաշինյանը պետք է մնա։ Այսինքն այդ մարդկանց ուշնու միտքը Նիկոլ Փաշինյանին պաշտպանելն է։ Ինչքան ուզում է դոզավորված քննադատեն, դրա նպատակը դա է։ Իսկ հարց է ծագում։ Բայց եթե արժանի ոչ մեկին Հայաստանում չեք տեսնում։ Բայց եկեք եք գնացել։ Հա, մի քանի արժանի մարդ կար, գնացել են մի քանի տեղից խոսում են։ Բայց եկեք, բա մենք նստած սպասում ենք Քրիստոսի երկրորդ գալուստին, որ գան փրկի աշխարհը։ Բա փրկիչներ եք, տղեկ ջան, եկեք օթանավակայանում կամ ձեզ դիմավորեմ, ոտքի տակ է կարմիր խալի փռեմ։ Արժանիներ, բա ինչ չեք գալի։ Ես շատ հարգալից ու շատ բարձր կարծիք ունեմ այս Սփյուռքի նկատմամբ ու պարբերաբար այդ մասին ասել եմ։ Եվ գտնում եմ, որ այո, Սփյուռքի ներգրավվածությունը մեր ներքին կյանքի շատ ավելի պետք է մեծացնել։ Շատ ուրախ եմ, որ նաև Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն էլ է այդ կարծիքին։ Բայց դե լրիվ խնդիրը ուրիշ է։ Մենք Սփյուռքի մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք, եթե Հայաստանից գնացել եք ու գտնում եք, որ Հայաստանը ոչ մի արժանի մարդ չկա։ Ինչ եք առաջարկում։ Կամ եկեք արժանիներդ, եթե մենք արժանի չենք, կամ զբաղվեք ձեր գործերով, որտեղ որ դուք իբր թե արժանապատիվ գործ կարաք անեք։ Ինչ է ձեր արածը։ Այսինքն հայ ժողովրդին, ձեր հետևորդներին ասում եք ժողովուրդ ջան, մեր ալիքին օգնեք, բաժանորդագրվեք, մեր նյութերը տարածեք, որ ես ձեզ վիրավորեմ։ Հա։ Այսինքն ո՞նց եք պատկերացնում։
Եթե դուք Հայաստանի քաղաքական դաշտում չեք տեսնում որևէ այլընտրանք, դա ինչ է նշանակում։ Չեմ ասում եմ մեզ տեսնեք, կարող է մեզ դուք սատարեք անգամ վնաս տար մեզ։ Մեր մասին չի խոսքը։ Եթե բացարձակ եք ասում, նշանակում է վերաբերվում է բոլորին, նշանակում է վերաբերվում է նաև մեզ։ Նպատակը ձերը ո՞րն է։ Եթե մենք կանգնում ենք, ասում ենք, որ արգելիներս, մենք գնում ենք ընտրության, այն մարդը, որը հիասթափված տանը նստած է, այդ մարդուն համոզենք, որ մենք ենք այդ այլընտրանքը, այդ մարդը դուրս գա, որովհետև նա կյանքում չէր գնա Փաշինյանին ձայն տար Քոչարյանից, պրծնելու ոչ է Քոչարյանին ձայն տար Փաշինյանի, նեղացել տանը նստել է, այլընտրանք կտեսնի դուրս կգա։ Եթե այլընտրանք տեսավ դուրս եկավ, ոչ Նիկոլ Փաշինյանը շանս կունենա 50%-ից ավել ձայն հավաքի, ոչ է ռուսամետները, որովհետև այն մարդիկ, որ մասնակցեն, շատ մասնակցության պարագայում 2-ից ոչ մեկի ձայնը 30%-ից ավել չի։ Քիչ մասնակցության դեպքում կարող է հավաքվեն կամ Նիկոլ Փաշինյանի արբանյակները կամ նրանց արբանյակները մեծամասնություն ստանան։ Մեր ծանրակշիռ ձայն ստանալու պարագայում մենք այդ շանսը նրանց կկոտրենք։ Հիմա որ մեկը կանգնում ասում է Գուրգեն Սիմոնյանը Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն է պաշտպանում, մեկն էլ ասում է Գուրգեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին է պաշտպանում։ Կարող եք մի հատ փաստ բերել։ Լավ փաստը չեք կարող բերել, պարզ է։ Փաստարկ կարող եք բերել։ Հրապարակային մի հատ հիմնավոր փաստարկ բերեք եւ ասեք, որ եթե այս մարդիկ գնում են մասնակցում են, այդ մարդիկ ովքեր ընտրության չեն մասնակցել, նրանք էլ են մասնակցում։ Դրանով պակասացնում են երկու թևից ձայնը։ Դրանից հետո իրանք ոչ մի պարագայում ոչ նրան են միանալու, ոչ նրան։ Հիմա բացատրեք ոնց ենք մենք ուրիշի պատվերը կատարում։ Հիմա չասենք բավովա ուրիշի պատվերը կատարում։ Էլ իմաստը ո՞րն է, որ եթե դուք Հայաստանի քաղաքական դաշտում ոչ մեկին չեք տեսնում, ձեր վերլուծությունները հայաստանցու ինչին է պետք։ Եթե դուք առաջիկա process-ում ասում եք Ժողովուրդ ջան, ոչ մի արժանի չկա։ Մենք կռիվ պտի տանք ներսում Նիկոլի այս վարչական ռեսուրսի դեմ, այս մեդիա ռեսուրսի դեմ, այս ռուսամետների ռեսուրսի դեմ հազիվ մեր ուժերով կարողանանք անենք, բարձրամա մի հատ կռիվ պտի տանք դրսում տարբեր քաղաքներում նստած մարդկանց դեմ, որ նրանք ապացուցեն, որ Ժողովուրդ ջան, իրանք չհավատակ, իրանք ուրիշի խաղն են խաղում։ Հա։ Ես դրա համար պետք չի, որ դուք նյութերը ուղարկեք ինձ, Ժողովուրդ ջան։ Ես ցավապես իրա չեմ էլ նայում։ Ընդհակառակը դուք միտնայեք։ Եթե մի մարդ ձեզ չի հարգում, ասում է Հայաստանում մի արժանի մարդ չկա, դուք այդ մարդկանցին չեք լսում։ Պետք է չի, որ նույնիսկ վիրավորական բան գրեք։ YouTube-ն հենց է հասկանում, վիրավորական բան է գրում, հասկանում ակտիվություն, դնում ավելի լավ է իրանց նյութերը տարածում։ Այսինքն ձեռ են առնում ձեզ։ Ձեզ ասում են դուք անարժան եք, մենք ենք արժանի, թողել գնացել ենք Հայաստանից, դուք անարժան եք, փողը տվեք, որ ձեզ քննադատենք։ Ձեզ ասենք անարժան։ Հաստատ։ Բաժանորդագրվել եք, հասկանում եք, որ այդ մարդկանցից սպասելիք չկա այս երկրում ապագայի հետ կապված որևէ քայլ, որ մեր երկրում կարող է տեղի ունենա, մեր ճակատագիրն Նիկոլն է։ Սուսուփուս ոնց որ գրանցվել եք, նենց է ձեր գրանցումը չեղարկեք։ Ոչ էլ գրեք, որ դուս եք գալու, ոչ էլ։ Դրանով ցույց տվեք ձեր վերաբերմունքը։ Եթե դուք Հայաստանի համար ասելիք չունեք, եթե դուք կարող եք ձեր մեջ մարդիկ ելնեն, որ ցանկանային, որ ժամանակ գտնեն իրանց հետ շփվելու, բայց իրանք ինձ չեն տեսնում, բա որ մենք որոշենք ձեզ չտեսնենք։ Ու ամեն ձեր արածը հանենք ջրի երես, չտեսնելով։ Ձեզ դա պետք է։ Մտահոգ եք, հա, Հայաստանի համար։ Հայաստանի դիտորդի հաշվին տուն եք պահում, Հայաստանի համար մտահոգ եք ու ասում եք Հայաստանը ոչ մեկը արժանի չի։ Դե ես մի քանիսից ենք արժանի էլի, դες թռել ենք, գնացել ենք դրսից, ցենց հուզված հայրենիքի համար լացակոմած պատմում ենք, թե ինչ վատա վիճակ է։ Մենք այլընտրանք ենք առաջարկում։ Ասեք այդ ով է գտնում, որ արժանի չենք։ Ասեք։ Դե թողեք ես մենք մեր անարժաններով այս երկիրը մի կեր յոլա տանենք։
Եվ անիմաստ եմ համարում, որ դուք էլ ամեն անգամ լա լսեք, տենակ հաջորդը ինչ են ասում։ Էլ ինչ են ասում, ինչի համար եք լսում։ Մի հատ էլ ուզենաք, որ ես լսեմ։ Ինչի համար։ Եթե դա է ձեր պատկերացումը, երկու ձև կա, չէ։ Կամ գալ կարգի բերել, կամ օգնել այն մարդկանց, ովքեր պայքարում են այս ամեն ինչի դեմ, կամ ուղղակի զբաղվեք, հա դե ձեր գործով ինչ զբաղվեք, եթե Հայաստանի մասին չխոսակ, ինչով զբաղվեք։ Ձեր տուն պահել է դա։ Հայաստանին քննադատելով Հայաստանի հաշվին ապրել։ Ու մտահոգ Երևան։ Լավ էլի քննադատեք, ժողովուրդ ջան, ով ասում, մենք էլ ենք քննադատում։ Բայց ոչ մեկին չնկատելը դա ինչ է։ Դա նշանակում է միակ ձեր նկատածը Փաշինյանն է, էլի։ Ինչ կա չհասկանալու, բարդ է այդքան։ Ձեր չափի ուղիղ մենք չունենք։ Չենք հասկանում ձեր արածն ինչ է։ Կամ նույն Փաշինյանը ստեղ է, մենք չէինք կարող մտածենք, որ կարելի է Փաշինյանից օգտվել կամ էլ թե չէ Կալուգայի Սամվելից օգտվել։ Դուք պետք է տենց ճարտիկ ձևով աշխարհի տարբեր քաղաքներում նստեք ու գիծ մտնեք իրանց հաշվին ապրեք։ Լավ մի բան է ստեղ ոչ մեկին չնկատեք։ Պետք չի որ մեզ նկատեք։ Բայց ոչ մեկին չնկատել նշանակում է բոլորիս։ Ու մի հատ էլ պետք է ձեր հետ էլ կռիվ տանք, հա։ Չեմ իմաստը ես չեմ տեսնում։ Բացարձակ չեմ տեսնում։ Ու ամեն անգամ ես նորից եմ ասում, իմաստ չունի ինձ ուղարկել, դուք էլ մի նայեք ու վերջ։ Ձեր վերաբերմունքը արտահայտեք դրանով։ Եթե դուք բան չունեք Հայաստանի համար ասելու, նրանք լսում եք, որ ինչ անեք։ Ինչ եք լսելու, որ դա ձեզ օգուտ տա Հայաստանի համար։ Մտահոգեք Հայաստանի ճակատագրով։ Լսում եք այդ մարդկանց, որոնք գտնվում են դրսում, որ ինչ հասկանաք դրանից։ Ինչով է դա ձեզ օգնելու կողմնորոշվել Հայաստանում։ Եթե ասում են Հայաստանը ոչ մի արժանի մարդ չկա, դա ձեզ ինչով է օգնելու։ Որ ինչ անեք։ Գնաք Փաշինյանին նտրեք։ Բա Փաշինյանի զզվելով եք ոնց որ թե իրանց լսել։ Որտե սկզբից տենց են ներկայացել։ Այնպես որ ժողովուրդ ջան, իմ կարծիքը ինձ թվում է հասկացաք, լավ կլինի դուք էլ ձեր թանկագին ժամանակը չծախսեք լսեք այն մարդկանց, ովքեր գտնում են, որ Հայաստանում արժանի մարդ չկա։ Սա պարզապես ինձանից ձեր խորհուրդ կլսեք, չեք լսի, իրանց լսեք, բան չունեմ ասելու։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք Սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, Սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։